Մեզ էր դիմել պացիենտ 52 տարեկան, որը գանգատվում էր քթային շնչառության դժվարացումից, քթի փակվածությունից եւ պարբերաբար քթից թափանցիկ եւ երբեմն լորձաթարախային բնույթի արտադրությունից։ Հետազոտություններից հետո ԿՏ հետազոտության արդյունքում պարզվեց, որ պացիենտի մոտ ձախ կողմից քթի բոլոր հարակից խոռոչները լցված են պոլիպանման գոյացություններով եւ աչից մասնակի առավելապես ճակատային խոռոչը եւ հիմային խոռոչը եւ ԿՏ հետազոտության արդյունքում մենք նկատեցինք, որ այս պոլիպանման գոյացությունների արդյունքում պացիենտի մոտ կա փոքր հատվածի ոսկրային դեֆեկտ դեպի առաջային գանգափոս, որը մեզ պետք է պատրաստել վիրահատության ընթացքին։ Եվ բնականաբար վիրահատության ընթացքում մենք առնչվեցինք այդ խնդրի հետ եւ այդ պոլիպանման գոյացությունները հեռացնելուց հետո մենք նկատեցինք լիկվորի արտահոսք, ինչ է կատարվում նման դեպքերում, վերցվում է ճարպային հյուսվածք, այստեղ նկարի վրա դուք տեսնում եք կարծր թաղանթը, որ դեֆեկտից հոսում էր արդեն ողնուղեղային հեղուկը։ Լցվում է ճարպային հյուսվածք, որից հետո տեղադրվում են հեմոստատիկ սպունգներ, կոլագենային սպունգներ եւ երրորդ շերտը ձևավորվում է լորձաթաղանթային լատ քթի խոռոչի միջնապատի հատվածից եւ միջին եւ վերին քթային խեցիներից ձևավորվում է ոտիկի վրա լատ, որպեսզի սնուցումը, տվյալ լորձաթաղանթի սնուցումը ապահովվի։ Եվ այստեղ արդեն դուք տեսնում եք, որ հեղուկի արտահոսք արդեն չկա եւ դեֆեկտը ամբողջությամբ փակված է։ Պացիենտը վիրահատությունից հետո գիտակցությունը պարզ, նորմալ, հետվիրահատական շրջանը անցել է հարթ, հսկվել է օրը մեջ, հսկվել է նաև նյարդավիրաբուժի կողմից, մենինգյալ համախտանիշներ չեն եղել, երբեք չեն դրսևորվել հետվիրահատական շրջանում, ստացել է համապատասխան բուժում, անտիբիոտիկոթերապիա, ստացել է միզամուղներ, հակաայտուցային բուժում, եղել է մեր հսկողության տակ 10 օրվա ընթացքում, այնուհետև լավացումով պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից։ Նման դեպքերը շատ հազվադեպ են գրանցվում, շատ չնչին տոկոս են կազմում։